Պատմական հայկական Քանաքեռ ավանը Երևանի հյուսիսարևելյան հատվածում է, Հրազդանի ձախ ափին։ Հինավուրց բնակավայրը 1604 թվականին դարձել է պարսից շահ Աբբաս առաջինի ռազմաքաղաքական թիրախ։ Քանաքեռը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ 17-րդ դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցու պատմության մեջ Քանաքեռը հիշատակվում է որպես Գանագռ և ներկայացված է որպես Երևան քաղաքի հյուսիսային դարպասը, Արարատյան դաշտի ամենանշանավոր և բարեկեցիկ ավաններից մեկը։ Քանաքեռը համարվում էր իշխանական ավան։ Քանաքեռցիները հայտնի էին իրենց բանջարանոցներով և մրգատու այգիներով, այն գրչության և կրթության կենտրոն էր։ Այստեղ էին Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիները, որոնք ոչ միայն աղոթատեղիներ էին, այլև ձեռագրերի պահոցներ։ Եկեղեցիների պատերին պահպանվել են 15-ից 17-րդ դարերի վիմագիր արձանագրություններ, որոնք փաստում են գյուղի տնտեսական կյանքի և նվիրատվությունների մասին։ Քանաքեռը 17-րդ դարի սկզբին Արարատյան դաշտի ամենախոշոր և բազմամարդ ավաններից էր։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև, և պարսից շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 600,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Բռնագաղթի ալիքը տարածվեց նաև Քանաքեռում։ Առաքել Դավրիժեցին նկարագրում է, որ շրջակա փոքր գյուղերի բնակիչները սկզբում փախան Քանաքեռ, հույս ունենալով պատսպարվել նրա ամուր քարաշեն տներում և եկեղեցիներում։ Քանաքեռի բարձրադիր վայրը նրան տալիս էր ռազմավարական առավելություն, սակայն շահ Աբբասի հսկայական զորքին հնարավոր չէր երկար դիմադրել։ Երբ շահի զորքը մտավ Քանաքեռ, նրանք սկսեցին հրդեհել հացահատիկի հորերը։ Քանաքեռցիները ստիպված էին տեսնել, թե ինչպես են իրենց տարիների վաստակած բերքն ու այգիները վերածվում մոխրի։ Քանաքեռցիների մի մասը փորձեց թաքնվել Հրազդանի կիրճի քարանձավներում։ Թյուրքախոս ղզլբաշ զինվորները վերևից պարաններով իջնում էին և ծխահարում քարայրերը, ինչի հետևանքով շատերը խեղտամահ են լինում կամ ստիպված հանձնվում։ Քանաքեռից տեղահանվեց բնակչության 90-ից 95%-ը։ Քանաքեռցիների զգալի մասը մահացավ Արաքս գետն անցնելիս կամ ճանապարհի սովից ու հիվանդություններից։ Բռնագաղթի ժամանակ վանականները ձեռագրերի մի մասը թաղեցին հողի տակ, իսկ ամենաարժեքավորները իրենց հետ տարան Իրան։ Դավրիժեցին պատմում է քանաքեռցի մի քահանայի մասին, ով Արաքսն անցնելիս իր գլխի վրա բարձր պահած տեղափոխում էր ավետարանը, որպեսզի այն չթրջվի։ Քանաքեռցիները, քանի որ հմուտ շինարարներ ու այգեպաններ էին, շահ Աբբասը նրանց ներգրավեց Սպահանի պալատների ու այգիների կառուցման գործում։ Դավրիժեցին նշում է, որ քանաքեռցիները նույնիսկ օտարության մեջ պահպանեցին իրենց քաղաքային, իշխանական կենցաղը և չձուլվեցին։ Քանաքեռից է սերում Զաքարիա Քանաքեռցին, որը թեև ծնվել է բռնագաղթից տասնամյակներ անց, սակայն իր պատմագրության մեջ մանրամասն նկարագրել է Քանաքեռի տոհմերի Իրանում հաստատվելու և հետագայում վերադառնալու, ավանը վերաշինելու դժվարին ուղին։ Հենց այստեղից են սկսվել Վերք Հայաստանի վեպի գործողությունները, որտեղ Խաչատուր Աբովյանը նկարագրում է ավանի կենցաղը, մարդկանց բարքերը և 1820-ականների պատմական իրադարձությունները։ Քանաքեռը այժմ թաղամաս է Երևանի հյուսիսարևելյան հատվածում։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։